Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւս չի առաջադրվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Արշակյանը եւ պարզաբանել, որ տեղափոխվելու աշխատանքի մասնավոր ոլորտ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար չեն առաջադրվել գործող ազգային ժողովի падգամավորներ Խաչատուր Սուքեսյանը, Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանը ու Քրիստինե Պողոսյանը։ Մայրաթորի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի վարքագիծը ցույց է տալիս եւ ապացուցում է այն, որ սահմանադիրը որքան իմաստուն է գտնվել հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու կարգավիճակը ամրագրելով հենց սահմանադրությամբ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ակնհայտ է, որ եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության համակարգման հետևանք է։ Դա նաեւ կատարվում է բաց եւ թափանցիկ։ Միաժամանակ այս ամենը ապացուցում է, որ Մայրաթորը պաշտպանության կարիք ունի։ Հենց այս ամենն ապացուցում է նաև, որ ազգային բարեր Սամվել Կարապետյանի կողմից պարզապես եկեղեցին պաշտպանող հայտարարությունը 5 ամսից ավելի տևող ապօրինի կալանքի է հանգեցնում, քանի որ օրվա իշխանությունները չեն հանդուրժում նաև այն, որ եկեղեցին լինի պաշտպանված, գրել է Վարդևանյանը։ Երևան Արմավիր ավտոճանապարհին Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում Mercedes Vito-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է։ Տեղեկությունը հայտնում են Սելմոնները, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին ժամը 7:00-ի սահմաններում։ Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Արթուրան իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով Երևան Արմավիր ավտոճանապարհին Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին Արմավիրի մարզի բնակիչ 86-ամյա Ռաֆիկ Մ-ի վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, սակայն ավելի ուշ տուժած է հիվանդանոցում մահացել է։ Եկատերինբուրգում ձերբակալել են Ուրալում ադրբեջանական համայնքի նոր ղեկավար Վիդադի Մուստաֆայևին ու մեղադրում են հողատարածքի վաճառքի ժամանակ խարդախության մեջ, հաղորդում են ռուսաստանյան մի քանի պարբերականներ։ Ավելի վաղ Մուստաֆայևի տանը խոզարկություններ իրականացվել, վերջինս ադրբեջանական համայնքի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Շաֆին Շիխլինսկուն, ում կալանավորել էին օգոստոսին սպանության եւ իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։